Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ, կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք։ Այսպես, օպերատիվ տեղեկություններ են ձեռք բերվել առ այն, որ ցինկապատ եւ պոլիմերային ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկերի, ջրատար խողովակների, գիպսակարտոնի ցինկապատ պրոֆիլների, անկյունակների եւ մի շարք շինարարական նշանակության արտադրանքների արտադրությամբ ու մանրամեծածախ առևտրով զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրեն պատկանող առևտրի սրահներում չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, դուրս չի գրում համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի արդյունքում թերհայտարարագրում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում եւ պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են լայնածավալ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-ից 24 թվականների ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 միլիարդ դրամ իրացման շրջանառություն։ Արդյունքում չեն հաշվարկվել եւ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկեր։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով 2025 թվականի հունվարի 27-ին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ու վարույթային գործողությունների շրջանակում ընկերության իրավաբանական եւ գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր եւ փաստաթղթեր։ Նախաքննությունը եւ հետաքննությունը շարունակվում են։ Դեպքի ամբողջական հանգամանքները հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ ենթադրել հանցագործության պատճառված վնասը վերականգնելու նպատակով։ ՊԵԿ տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային հաշվարկներում, կեղծ տվյալներ ներառելու եւ իրացված շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվետվություններում արտացոլված եկամուտների եւ ծախսերի արժանահավատությունը պարզելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։